Պարոն Սարգսյան, շատերը մտածում են, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեք եւ միայն հարմար պահի եք օգտագործելու դա։ Նախ ունեք եւ երբ եք օգտագործելու։ Ոչ, ինչ կոմպրոմատներ։ Դե իշխանության եք եղել, ինքն էլ ընդդիմադիր է եղել։ Հետո որևէ ձևով չունեք կոմպրոմատներ։ Այսինքն այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել եւ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա։ Ես զարմանում եմ ձեր ես զարմանում եմ ձեր հարցերի վրա։ Անձնական դաշտի երևի հա գործընկերություն։ Որտեղ իրենք մտել են արդեն անձնական դաշտ, այդ թվում եկեղեցականներ, ասում են նախորդ իշխանությունը կունենար ինչ էլ չլինի հատուկ ծառայություններ, ինչ որ անձնական հետաքրքիր տեսանյութեր։ Ոչ։ Ձեր պահոցում միայն ձայնագրությունն է։ Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, թե ցավոք սրտի շատ-շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության արդյունք է, այդպիսի դիրքորոշման արդյունք է։ Պարոն նախագահ, 7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Համենայնիվ ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական երկհաղորդում։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել։ Ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Պարոն նախագահ, արդեն 6-րդ անգամն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյոք նրան ուզում են ձերբակալել եւ այդպիսով փակել Արցախի էջը։ Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն, սա մեկ, երկրորդ, որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Այնպես որ Իսկ Արցախի վերադարձը ինչպես եք պատկերացնում։ Այս պահին ոչ մի կերպ։ Այս պահին ոչ մի կերպ։ Պարոն Սարգսյան, ԲՀՊ-ի հետ առաջին նախագահան հանդիպեց, արդյոք պատրաստվում եք դուք եւս հանդիպել աջակցություն ցուցաբերել։ Ես բարբերաբար եմ հանդիպում ԲՀՊ հայրապետի հետ։ Ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել։ Իդեպ դուք ինչպես եք գնահատում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այսպես հարձակում եղավ ՔՊ-ի կողմից, այն պարագայում, երբ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հենց Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ եւ ասում են Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, բան, ու հիմա փաստորեն նրան էլ այսպես ապերախտություն ցուցաբերեցին նույնիսկ իրենց հոգեվոր հոր նկատմամբ։ Ես մի անգամ ասում եմ ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում ծրված շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչի նկատի ունեմ, ինքը ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկել։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ, ինչ-որ հատուկ ծառայությունների, եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում էլ հատուկ ծառայությունների այդ մասին որևէ բան չգիտեն, դուք երբևէ ձեզ եկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքագրված են այս կամ այն ուժի կամ երկրի կողմից։ Ոչ։ Մաքուր եղել նրանց անցյալը քաղաքական եւ ոչ ո՞նց կարող եմ դա հաստատել։ Արարատ Միրզոյանի մասին Ես ասում եմ շատ պարզ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզ մաքուր են, էլի։
Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը Արարատեզյանի մասով։ Միքայել Մինասյանին։ Դե որ տեսնենք։ Նախագահ Հայաստանի սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը պետք է հավատալ Կարծում որ չարաշահում եք այս դատական նիստի արկայությունը եւ հենց հարցեր եք տալիս։ Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաև ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր եք տվել։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Ուղղ այնպես ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։ Պարոն նախագահ Նիկոլ Փաշինյանը վեհարանի վրա այս հարձակումով ցույց տվեց, որ ինքը կարմիր գծեր ըստ էության չունի, մտնելով անկողին, չգիտեմ, նոր եք համոզվել, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես ուզում եմ հարցնել, ինչ գործիքակազմով պիտի այդ կարգի գործիչի դեմ պայքարել, գործուն ինչ գործիքակազմ կա, երբ որ գիտես, որ դիմացի։ Մենք առաջադրել ենք գործիքակազմ։ Մենք առաջադրել ենք։ Դասական գործիքակազմեր են ըստ էության։ Բացասական։ Ինչ որ էքստրաորդինար մի բան է պետք երևի, որովհետև սովորական երևույթ չի, էլի։ Այդ էքստրաորդինարը ինչ է։ Հուշեք, եթե տրամաբանական հուշումը լինի, կարող ենք մենք Ինչ դժվար է հուշել, որ դուք ուրիշներ կեք այսքան քաղաքական գործներ։ Իր հետ իր լեզվով։ Ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, բայց ես օրինակ ի վիճակի չեմ իր լեզվով խոսել, կներեք։ Վերջինչալը զառամթերքը, երբ որ եկեղեցու հետ կապված արտահայտեց ձեր վերաբերմունքը, դուք պետության ղեկավար եք եղել, շատ այսպես իրավիճակներ եք եղել, որ կարող է եւ հունից դուրս եք եկել, օրինակ ձեզ կարող եք այդպիսի զառամթերք ցույց տալ։ Ոչ։ Պարոն նախագահ, արդեն հայտնի է ընտրությունների օրը 2026-ի հունիսի 7-ին։ Եթե այն ամենների միջև չհաջողվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին։ Տեսնենք։ Դեռ որոշում չկա։ Ոչ։ Պարոն նախագահ, դուք իսկապես 30 տարի բանակցել եք Արցախը հանձնելու շուրջ, այդ բանակցությունները դրա մասին են եղել, հետո եկել հանրության ապահովում։ Կներեք, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ։ Դա ինչ հարցավոր տալիս եք։ Դե այդ են ասում ձեր Ո՞վ ասում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները Գնացեք իրան հարցրեք, թող մի հատ փաստ բերի։ Իդեպ այդ բանավեճի մասով շատ խոսվեց, իհարկե ասում է դե թող կանգնեն պատասխանեն, գիտեն որ պարտվելու են նախկին նախագահները, ինչ չեն գալիս, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն ինչու՞մ են պարտվելու, այնտեղ փոխ են բռնելու, հա։ Ու ինքը հաղթելու է։ Իբր բանավեճում, որ ինքը կարողանելու է ապացուցել, որ իսկապես իբրև թե բանակցել եք Արցախ հանձնելու շուրջ կամ շուտ եք տվել Ալիևը չվեր։ Մենք շատ հստակ ասել ենք, թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկած վերջին փաստաթղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք։ Նկատի ունեք Լավրովի պլանը թե 19 թվականին։ Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլան, որպես այդպիսին, լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթղթ։ 19 Բայց թվականին կարգավիճակը մեկը անորոշ էր, չէ՞ մնալու։ Այո, դա եղել։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու այդ բանակցող տարբերակով եւս։ Այդ հանրաքվեն ինչպես էր իրականացվելու, հանրաքվեին մենակ ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մենք։ Երկրորդ, մենք
Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչ մասն էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի տիզականության հետ կապված որևէ գաղափար։ Չէ, ախտամերիկի նախադասության Մենապես չէ, տարբեր ժամանակներ դրական որոշումներ ինչու չգնացիք, ինչն է պակասում։ Որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե չի, ես նորից պետք է կրկնեմ, ախր դուք մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել, նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ որ լավ, գուցե անունը Լավրով չէ, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք։ Ոչ թե կրկնակի անգամ, բայց շատ լավն էր եւ մենք պատրաստ էինք դրան գնալու։ Դրա ապացույցը այն էր, որ չգնացիք։ Այդ ձեր հարցին ես չեմ պատասխանելու, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, իրեկը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող այս մարդիկ լսեն։ Չեմ Ասում եք, պատասխանում։ որ ամեն անգամ երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ է ակնկալում։ Ես տենց բան չեմ ասել։ Խոսքը փակ դռների հետևում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին որ ճանաչեր Ես չեմ ասում, Ալիևն էր ասում։ ասել է այ ինչը երևի գործընկերից նաև դա նկատի ուներ պարոն Սարգսյան որ ինչն է ինչ որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցություններին Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստով։ իրենց մենք Հետ են կանգնել, այո, բայց դա հույս են ունեցել որ ռազմական էսկալացիա մտցնելու դա Փակուղին շատ նորմալ է։ Այո, բայց երբ չի եղել փակուղի։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ։ Բայց փակուղին չի նշանակում որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Այդ փակուղը բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։ Բա Քիվեստը փակուղի չէ։ Որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, բակազանը փակուղի չէ, բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բանակցությունները տենց այդ փակուղի չլինեն, հարցերը կլուծվեին, էլի։